Դուք գումար եք կորցնում նորակառույցում բնակարան գնելով, բացատրեմ խի։ 90% գնորդները նորակառույցում, ովքեր առնում են Երևան քաղաքի ծայրամասերում կամ քաղաքից մի քիչ դուրս, հետագայում խնդիր են ունենալու, որտեղ այս պահին մենք ունենք պատրաստի արդեն մի քանի հանձնված թաղամաս նորակառույց շենքեր, իմ ասած հատվածներում, որոնք չեն տրվում վարձակալության, որոնք որ չեն վերավաճառվում, ասեք ինչի, որտեղ չկա պահանջարկ, ինվեստորը տեղ չի ուզում առնի, որտեղ այդտեղից գումար ինքը չի հանի, վարձակալը չի վերցնում, որտեղ հեռու է, իսկ դուք առնելուց տրվել եք կամ հեշտ payment plan-ին, կամ էժան գումարին, իսկ հիմա չեք կարող վերավաճառեք։ Հիմա ինձ նայում են լիքը տանտերեր, ովքեր ուզում են վերավաճառեն իրանց ծայրամասում եղած գույքը ու չեն կարող, ու հաստատ իրանց մեջ ասում են, որ Վիկտորը ճիշտ է ասում։ Բնակարան ձեռք բերելուց նորակառույցում, լսեք ոչ թե ձեր մորքուրի տղուն, ով որ ասում է մոքս մեռնեմ ջանիդ, քաղաքի այսինչ հատվածում թույն է, առ չես փոշմանի, առնում ես, հետո դե ինչ անես, ոչ ես գնալու երեխուն մի բան ասես, լսի քո գործակալին, որտեվ այդ գործակալը տա հետո պատասխանատվություն կրում քո գույքի համար, ինքն է վերավաճառելու ու ինքն է վարձով տալու այդ բնականը, ու ինքն է սրտացավ քո գումարների համար։ Ու այն գործակալը, որ սրտացավ չի քո գումարների համար, այլ մտածում է մենակ իր տոկոսների մասին, տենց մարդկանց հետ երբեք մի աշխատեք։ Լավ եղեք։